Շուտով առաջին դասարանցիները կյանքի նոր փուլ կմտնեն։ Հոգեբանները խորհուրդ են տալիս, քանի դեռ ժամանակ կա, հետագա խնդիրներից խուսափելու համար նախապատրաստել նրանց։ Շատ հաճախ դպրոցի առաջին իսկ օրերից երեխաների մոտ նոր բարդույթ է ձևավորվում՝ դաս պատասխանելու վախ։ Երեխաները կաշկանդվում ու խուսափում են մոտենալ գրատախտակին, նույնիսկ եթե լիարժեք տիրապետում են դասին։ Երեխաները դրան տարբեր բացատրություններ են տալիս, ծնողները նույնպես։ Պատահում է, որ նշում են, որ ուսուցիչը շատ խիստ է եւ երեխան շատ վախենում է, որ իրեն ինչ-որ բան կհարցնեն։ Պատահում է, որ երեխան լավ տիրապետում է նյութին, բայց գրատախտակին մոտենալուն պես սկսում է մոռանալ ամեն ինչ, շփոթվել եւ նույնիսկ որոշում է ասել, որ պատրաստ չէ դասին, քան ինչ-որ ջանք գործադրել եւ պատասխանել։ Այսպիսով նրա գիտելիքները լիարժեք չի կարողանում երեխան դրսևորի եւ դպրոցը, որ պետք է իր տարիքում առաջնային հիմնական գործունեություն լինի, նա շատ բան սովորի եւ իր համար հաճելի միջավայր լինի, որտեղ նա շատ ժամանակ է անցկացնում, դառնում է որոշակի լարվածություն երեխայի համար։ Պետք է շատ զրուցել երեխայի հետ ու հասկանալ պատճառը։ Եթե ուսուցչի խստությունից են վախենում, ապա պետք է խոսել երեխայի հետ ու դերային խաղերի միջոցով մեղմել այն։ Այդ վախը հնարավոր է ձևավորված լինել հենց ուսուցչի կերպարի հանդեպ։ Այն դեպքում, երբ ուսուցիչը խիստ է լինում, նրա ձայնը, նրա տեսքը, այն, որ նա կարող է իր անունը բացականչել, շատ մեծ վախ է առաջացնում։ Երեխաները նույնիսկ չեն պատկերացնում, որ ուսուցիչն էլ, օրինակ, կին է, մայրիկ է, տանը գործ է անում, ճաշ է եփում, իր երեխաներին է հետևում, ուրախանում է, տխրում է։ Այսինքն մենք պետք է փորձենք որոշակի խոսակցություններ ունենալ երեխայի հետ եւ պատմել, փորձել հասկանալ ինչ տեսակի մարդ է ուսուցիչը, ինչ է սիրում, ինչ չի սիրում, երբ է տխրում, երբ է ուրախանում։ Այդպիսով մենք կարողանանք երեխայի մոտ նվազեցնել այդ զգացողությունը եւ ձևավորել այդ պատկերացումը, որ նա եւս մարդ է եւ պետք չէ այդքան վախենալ նրա նկատողությունից, վերաբերմունքից կամ ձայնից։ Դաս պատասխանելու վախի երկրորդ պատճառը հանդիսատեսի առաջ ելույթ ունենալն է, երբ երեխաները վախենում են դասընկերների առաջ հանկարծակի սխալվելու մտքից։ Փորձենք հասկանանք, թե ինչն է հարցը, ինչից է ամենաշատը խուսափում եւ վախենում երեխան այս դեպքում։ Մայրիկը նույնպես կարող է խոսել երեխայի հետ, հասկանալ, երբ նա գնում է եւ կանգնում է դասարանի առջեւ։ Միգուցե նա վախենում է, որ իր ընկերները կծիծաղեն, որ նա ինչ-որ բան ճիշտ չի ասի, միգուցե նա վախենում է սխալվելուց։ Այս իրավիճակը վերլուծելուց հետո հասկանալուց, թե ինչն է նրան ամենաշատը վախեցնում, կարող ենք փորձել տանը խաղարկել այդ իրավիճակները։ Պատկերացնենք, որ այդպես եղել է, նա մի սխալ բան է ասել կամ բոլորը ծիծաղել են, պետք է ցույց տալ երեխային, որ բոլորն էլ կարող են սխալվել, բայց ինչ կարող են անել այդ իրավիճակում։ Երբ երեխան արդեն այդ իրավիճակը մարզած լինի եւ պատրաստ լինի այդպիսի իրավիճակին, դա այլևս իր համար այդքան վախենալու չի լինի։ Երեխաների համար դպրոցական տարիքում իր դասընկերների կարծիքը շատ ավելի կարեւոր է լինում, քան նույնիսկ ընտանիքի անդամների, մայրիկի, հայրիկի կարծիքը եւ նրանց համար շատ կարեւոր է եւ շատ վախենալու է, որ հանկարծ դասընկերները կարող են վատը մտածել, այսինքն ինքնագնահատականի մի մեծ զանգված ընկած է լինում արդեն դասընկերների կարծիքի վրա։ Այս ամենի մասին կարելի է մտածել հենց հիմա ամռան այս օրերին, երբ հնարավորություն կա դերային խաղերի միջոցով պատկերացում կազմել դպրոցի միջավայրի մասին։ Նախ իրատեսորեն մենք պետք է ներկայացնենք, պատմենք երեխային, թե ինչ է իրեն սպասվում, եւ դա կարող է լինել նույնիսկ շատ մանրամասներով, որ այնտեղ կարող է շատ աղմուկ լինել, երեխաները կարող են ինչ-որ բան անկանոն լինել, շատ մարդիկ լինել, այսինքն այն ամենը, ինչ հնարավոր է, որ երեխայի հետ պատահի դպրոցի սահմաններում, շատ լավ է, որպեսզի մենք նախօրոք նրան պատմենք։ Կարող են քայլել, գնալ, դպրոցը ցույց տալ, կարող են ուսուցիչ, աշակերտ խաղալ մայրիկի հետ, կարող են խաղալիքներին ներգրավել, ինքը լինի այդ դերում, մենք դրանով կկարողանանք տեսնել, թե ինչպիսին է նա պատկերացնում այդ process-ը եւ ուսուցչին, այնուհետեւ ինքը կարող է լինել աշակերտի դերում եւ մայրիկը այդ որոշակի ձևով կարողանա փոխանցել ինֆորմացիան եւ դպրոցի ֆորմատը, թե ինչպես է նրա համար անցնելու ժամանակը դպրոցում։